Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի եթերում։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ընդդիմադիրների հասցեին մշտապես հնչեցրել է սպառնալիքներ, վարչապետին ոչ վայել հայտարարություններ է հնչեցրել, օրինակ պատերին կծեփեմ, ասֆալտին կփռեմ, կամ կգցեմ ԱԱԾ պատվալը, կամ էլ թե ես ձեզ ոտքի տակ կտամ, բարի բուն իմաստով ու ձեր քաղաքական դիակի մնացորդները կհանեք։ Նման հայտարարություններ, գրառումներ անող Փաշինյանը օրերս սակայն բոլորովին մեկ այլ բովանդակությամբ գրառում էր արել, մեջբերեմ։ Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողները պետք է արժանանան թե քաղաքական, թե իրավական գնահատականի։ Թերևս պետք է կարծել, որ 2026-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանը փորձում է որոշակի դիմափոխվել եւ փորձում է մեղմել իր բառապաշարը, բայց սրանից բացարձակապես չի փոխվում իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ շարունակում են թիրախավորված մնալ մեր ընդդիմախոսները եւ այդ մասին է վկայում այն, որ բանտերը լցված են կալանավորներով, քաղբանտարկյալներով։ Իսկ այժմ ներկայացնեմ իմ հյուրին, հյուրս փաստաբան Հովհաննես Խուդոյանն է, շնորհակալ եմ պարոն Խուդոյան հրավերս ընդունելու համար։ Այս ամբողջ իրողությունների հետ կապված մենք հիմա կփորձենք ավելի մանրակրկիտ խոսել եւ հարցս ուզում եմ սկսել հետեւյալից։ Իշխանությունը փաստորեն ուժայինների օգնությամբ, մասնավորաբար ազգային անվտանգության ծառայության ակտիվ միջամտությամբ եւ գաղտնալսում է ընդդիմախոսներին եւ նրանց հեռախոսազրույցներն է լսում, վերծանում սեփական ցանկությամբ, ինչպես կուզենա մոնտաժում եւ մատուցում է հասարակությանը, ուղղակիորեն զբաղված է ընդդիմախոսների վարկաբեկմամբ եւ գործեր հարուցելով, ընդհուպ մինչեւ ծեծում են վերջերս Միհրան Հակոբյանի հետ տեղի ունեցածը, ավելի վաղ Էդգար Ղազարյան, շարքը կարելի է շարունակել, ընդհուպ մինչև ասենք կյանքին վտանգ սպառնացող, այդպիսի այդ աստիճանի ծեծում են պատվիրված անձանց կողմից։ Ես ուզում եմ հասկանալ, պարոն Խուդոյան, լավ, այս ամբողջը այնուհանդերձ հասարակության մոտ դրական տպավորություն չի կարող ստեղծել իշխանության հանդեպ։ Սա ուղղակիորեն վարկաբեկում է, ինքնավարկաբեկում։ Հետևաբար պետք է հասկանալ, լավ, նպատակը որն է, ինչու են գնում այս ճանապարհով եւ գուցե իսկապես ուզում են տոտալ վերահսկողական համակարգ ստեղծել Հայաստանում, բռնապետություն, կարճ ասած։ Ոչ թե ուզում են, այլ հետևողականորեն ստեղծում են եւ արդեն հասել են այդ առումով լուրջ հաջողությունների։ Մենք շատ հաճախ խոսում ենք առանձին ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնությունների կամ գաղտնալսումների կամ ինֆորմացիայի արտահոսքի, բայց շատ հաճախ չենք նկատում օրենսդրական այն փոփոխությունները, որը ամբողջ հասարակությունը դնում են բռնապետական վերահսկողության տակ։ Դրանք կատարվում են դրական ինչ-որ բարեփոխումների լույսի ներքո, բայց իրականում այդ բոլոր գործողությունները հենց ծառայեցնում են լրիվ վերահսկվող հասարակություն կառուցելու մոդելին անցնելու հարցին, ոնց օրինակ Չինաստանում է։ Հիմա մենք ունենք անկանխիկ գործառնությունների գնալով ավելի ինտենսիվացում հայտարարման գործընթացներ քաղաքացիների, որը տարբեր երկրներում բնականաբար կիրառվում է, բայց հասարակությունը պետք է պատրաստ լինի դրան, պետք է ունենաս բոլոր ինստիտուտները համապատասխան անցում կատարես դրան։ Այսինքն ինքը վերացնում են կանխիկի շրջանառությունը, ներդնում են անձանց անհատական տվյալների օգտագործման տարբեր համակարգեր, տեսահսկողական, հասարակական սննդի կամ տարբեր օբյեկտների վրա տեսախցիկներ, որոնց մշտական հսկողությունը պետք է ոստիկանությունը ունենա, արհեստական բանականության միջոցով այդ ծրագրերի ապահովում, որպեսզի հնարավոր լինի անձանց նույնականացնել բազմության մեջ եւ հետեւել նրանց, ընդ որում ոչ թե օրինակ այն երկրներից, որ վերցնում են այդ օրինակները, այնտեղ դա կարող է կատարվել terrorism-ի դեմ պայքարում կամ ծանր հանցագործությունների դեմ պայքարում դատաների թույլտվություններով, մեր մոտ ընդհանրում այդ քննարկում են մակարդակի, որ եկեք աղթափողների դեմքը նույնականացնենք այս համակարգով, այսինքն տոտալ վերահսկողություն ունենան քաղաքացիների շարժի նկատմամբ։ Սա նույնպես կառավարման մոդել է։ Բայց դա չի տարածվում յուրայինների նկատմամբ, այսինքն կամ էլ դա կոմպրոմատներ են հավաքում մոդելը եւ առանձին մարդիկ կարող են քննարկումներ ունենալ, արդյոք պետությունը պետք է տոտալ վերահսկողություն ունենա, հիմա Չինաստանը ունի իր քաղաքացիների նկատմամբ այդպիսի տոտալ վերահսկողություն։
Բայց եթե մենք խոսում ենք ժողովրդավարական արժեքների, խոսում ենք մարդու իրավունքներից, պետությունը պետք է նվազագույնի հասցնի իր միջամտությունը մարդկանց անձնական կյանքին, որովհետև այո, լրիվ անվտանգություն հնարավոր է ապահովել բանտային պայմաններում։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Հայաստանը վերածվի մեծ բանտի, որտեղ բոլորի յուրաքանչյուր քայլը հսկվում է։ Բայց բանտում են լսում, բանտում են գաղտնալսում։ Ես հիմա հենց այդ օրինակն եմ ուզում բերել, որ Արշակ Սրբազանը ըստ մամուլի գտնվում է հիմա այն խցում, որտեղ Միքայել Սրբազանն է, Բագրատ Սրբազանն է եւ միտումնավոր է դա արվել, որպեսզի հենց այնտեղ նրանց գաղտնալսեն։ Չլիներ դա խցում, լինելու էր ուրիշ տեղ, գիտե առանձին էլ լինեին, հիմա երկու խցում էին գաղտնալսելու, չեմ պայմանավորի, որ հենց միայն այդ խցում կա այդ հնարավորությունը, բայց որ իրենք դա անում են, հա, բնականաբար եթե մտերիմ մարդու մոտ ես նստում, ավելի ջերմ, ավելի գաղտնի բաներ կարող է քննարկես չնայած կարծում որ սրբազանները այդքան միամիտ չեն։ Այդ նաև այն բանից հետո երբ որ բացահայտվեց, հա, քրեական գործի նյութերի շրջանակներում, որ այդ գործողությունը եղել է եւ տարբեր բնույթի անձնական խոսակցություններ, որոնք գործերի համար նշանակություն չունեն, դրել են քրեական գործի նյութերում։ Իդեպ պարոն Խուդարյան, թե իրենք շարունակում են անգամ բանտախցում լսել, գաղտնալսել սրբազաներին, սա չի խոսում այն մասին, որ իրենց այդ ունեցած գաղտնալսումները բավարար չեն, որպեսզի սարքեն են գործը, այսպես կոչված ահաբեկչության, հա, եւ նորից նոր բաներ են ուզում ավելացնել այդ փաստային, այսպես կոչված այդ տվյալներին, ինչի մասին հիմա նաեւ կուզեմ դուք խոսեք եւ այդ կեղծիքը, որ տարածում էին իբր Բագրատ Սրբազանն ասել է գյուլլելու ենք, վառելու ենք, չգիտեմ, այրելու ենք մեքենաներ, ես կուզեմ նաև դրան շատ ավելի մի փոքր ավելի անդրադառնանք, որովհետև մեր ժողովրդի մոտ ցավոք շարունակում է մնալ իշխանության տարածած են կեղտ, կարելի ասել են կեղծիքի նստվածքը, որ սկզբում նրանք տարածեցին, մատուցեցին ժողովրդին, թե տեսեք ինչ է խոսում Սրբազանը, գյուլլելու է հայ քրիստոնյաներին, հա, այսպիսի բաներ են խոսում ԿՊ-ականները եւ հիմա քանի որ դուք հենց այդ գործով շատ խորությամբ զբաղվել եք կեղծիքը բացահայտելու հարցում, կուզեմ նաև այդ առնչությամբ խոսեք։ Նախ այն մասին ասեք, որ ինչու են գաղտնալսում, քիչ է հա երևի ձերքի տակ եղած ինֆորմացիան։ Տեսեք, կոմպրոմատներով խոսելու կամ զրպարտելու դեղին մամուլի միջոցով անձանց հետապնդելու մշակույթը միայն Հայաստանին չի բնորոշ, տարբեր տեղեր կիրառվում է։ Մեր մոտ ուղղակի դա առանձնանում է դրա ինտենսիվությամբ, անթակույց ձևով իրականացնել է, որ ամենավատն է իրավապահների շատ ակտիվ մասնակցությամբ, որտեղ հա եթե ինչ-որ սունկ կա, ինչ-որ տվյալ է տարածում եւ հանրությունը սկսում է դա քննարկել, դա մի բան է, այլ բան է, որ քննչական կոմիտեի նախագահը կամ գլխավոր դատախազը կամ քննչական կոմիտեի պրես ռելիզ անող անձը հրապարակում է տվյալներ, որոնք մասամբ սուտ են, մասամբ քաղաքական են, մասամբ էլ ապա տեղեկատվություն են պարունակում գործի հանգամանքների վերաբերյալ։ Իսկ իրենց հրապարակումները ոչ չեն տարբերվում, ասենք Տարոն Ճախոնյանական կամ Վահագն Ալեքսանյանական մանիպուլյացիաներից, այդ պաշտոնատար անձինք դուրս են գալիս հանրության առաջ եւ կատարում են բացահայտ սուտ պնդումներ։ Առաջին բանը ամենակարևորը այդ երկու անձ գյուլլելու մասին խոսակցությունն էր, որը շատ հստակ, շատ ուղիղ մատնանշով իրենք ասել են, մենք կոնտեքստից ոչինչ չենք կտրում, այս խոսակցությունը եղել է, բայց անցնում մի ամիս մենք ստանում ենք նյութեր, տեսնում ենք, որ այն կարգյա կոնտեքստից կտրած, որ լրիվ ուրիշ խոսակցությունը բերել են եւ մարդկանց մեղսակրում են, որպես առաջիկայում փողոցներ դուրս է գալու եւ մարդկանց փողոցներում գնդակարելու մասին խոսակցություն, թեպետ մարդիկ քննարկել են ինչ որ վերացական պետության մեջ մահապատժի արկայության հնարավորություն կամ բացակայություն։ Այսինքն ընդհանրապես Հայաստանի հետ կապված է չի եղել խոսակցությունը։ Հայաստանի հետ կապված, օրինակ Հայաստանում եթե աղամիսոր ռազմականացված պետություն ստեղծենք, ինչ կարելի անել են մարդկանց հետ, ովքեր պետական դավաճան են, ովքեր պետությանը վնասում են եւ այլն։ Նման քննարկումների դիրույթում է եղել, բայց իրենք առանձնացրել են այո կոնտեքստից շատ հստակ կտրել են եւ փորձել են ներկայացնել որպես նախապատրաստող ինչ-որ սարսափելի հանցագործություն, պասերով տենց հա ներկայացնելով եւ իրավապահների հայտարարություններ եւ քաղաքական դերակատարների մեկնաբանություններ, վիրավորանքներ, զրպարտություններ եւ մանրը միջին այլ քարոզիչների կողմից տարբեր տեսակի զրպարտությունների երևանքների տարածում եւ այդ փուլում այո կարող ենք արձանագրել որ դա հաջողված օպերացիա է եղել իրենց կողմից բայց որոշ ժամանակ անց դերևս ամենահիմնական բաները կարողացանք հեչքել եւ դուք բացահայտեցիք կեղծիքը ներկայացնել հա բարդ չէր առանձնապես դա բացահայտել որովհետեւ
շատ բարձ համադրություններ ընդհանրապես պետք է անել, վերցնել ձայնագրությունը, վերցնել իրենց արած հայտարարությունները համատել։ Եվ առ այսօր նրանցից որևէ մեկը պատասխան չի տվել իր գործողությունների համար, ինչ վերաբերում է քաղաքական ակտորներին, նրանք փորձեցին այդ խոսույթը տեղափոխել ուրիշ դաշտ, լրիվ հետո ինչ որ խոսում են ապագայի պետության մասին կամ ինչ-որ բանի, միթե Սրբազանի սազականա մահապատժի վերաբերել բան քննարկել, բայց չենք ելներ դուք մինչև այդ մարդուն ծանր հանցանքի մեջ եք մեղադրում, թե դա ենթակա քննարկման նման խոսակցություն, թե չէ, դա լրիվ ուրիշ հարց է։ Դուք նախ եւ առաջ պետք է ներողություն խնդրեք եւ այդ անձանցից ում զրպարտել եք եւ հասարակությունից ում լկտի ձեւով խափում եք, հետո նոր գնանք որ այլ քննարկումների դաշտ տեսնենք կարելի է նման բան քննարկել թե ոչ։ Իսկ այդ կեղծիքի բացահայտումը գործին որքանով է հիմա օգնելու։ Դե Բակրատ Սրբազանի եւ 17 արդարների գործի մասին։ Իրավական հարցերից էլ մի կողմ անցնենք, առնվազն այն որ մինչև դրա հրապարակումը նույնիսկ ընդդիմադիր հատվածում մտահոգություններ կային, որ այնուամենայնիվ բռնություն ընդունելու չի եւ այլն, Արդեն այդ հրապարակումից հետո մեր հասարակության համար փառս դարձավ, որ այս մարդիկ որևէ բռնություն չէին պլանավորում եւ կեղտոտ կառավարության զոհ են դարձել։ Գործին ինչ վերաբերում է գործին եւ այդ հանգամանքը եւ նաեւ այլ տարբեր հանգամանքներ, որոնք գուցե մի քիչ նվազ մանիպուլյացիվ, բայց էլի կեղծիք պարունակող տվյալներ են բացահայտելու ենք եւ ցույց տալու, որ բացի խաղաղ անհնազանդությունից զանձինք որևէ այլ գործողություն չեն պլանավորել եւ ստացվում է նախկինում ես էլ եմ ասել տարբեր անձինք են այդ բնդումը կատարում, որ Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ իրեն կարող է սպառնել հեռացում այն ճանապարհով, ինչ որ ինքն է իշխանության եկել, որոշել է քրեականացնել Թավշյա հեղափոխությունը։ Արդեն այդ նման հայտարարություններ երեք ես եւս լսեցի, Լիդիա Մանթաշյանը ասաց այդ մասին, բայց մենք այնուհանդերձ տեսնում ենք, որ մեր քաղբանտարկյալները մարդիկ քարից չեն, առողջական խնդիրներ ունեն, Միքայել Սրբազանը ունի խնդիրներ, որքան էլ ինքը շատ ամուր մարդ է, հոգեպես ամուր, հոգևորական, մեր փայլուն հոգևորականներից չի ուզում խոսել այդ մասին, բայց իրողությունը այն է, որ նա ունի լուրջ խնդիրներ եւ տեղափոխվեց բարեբախտաբար ի վերջո իր առաջարկը ընդունվեց Իզմիլյան կենտրոնում բուժվելու համար, վիրահատության պետք է ենթարկվի, լավ, այնպես չէ, որ փայլուն առողջական վիճակում է Բակրատ Սրբազանը կամ մեր մյուս բոլոր քաղբանտարկյալները, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի հետ է կապված, ասում թեպետ նա ինքն էլ առողջ մարդիկ են, բայց միևնույն է խցում գտնվելով այդ պայմաններում հոգեբանորեն հազար ու մի տեսակի հիվանդություններ են մարդիկ ստանում եւ մենք ի վերջո պան Խուդոյան տեսել ենք, ականատես ենք եղել մահվան դեպքերի Արմեն Գրիգորյանի հետ կատարվածը բոլորիս աչքի առաջ էր, ինչպես այդ պահին բոլորիս աչքի առաջ Արմենը ընկավ ներքև եւ այդ ամբողջը հենց նրա կալանավորված լինելու հանգամանքով էր պայմանավորված։ Հիմա մենք այս դատերը, որ այսպես երկարում ու ձգվում են ամիսներով, մինչև ուր կարող է հասնել, մարդկանց առողջության հետ գործ ունենք։ Ես ուզում եմ հասկանալ այդ մարդկանց համակարգի դատավոր, դատախազ իշխանություն, իրենց մտածողությունը, ես ուզում են իրենք ուղղակի սպանել այդ մարդկանց։ Կալանքի կրման պայմաններին եթե անդրադառնանք, մենք կարող ենք խորհուրդ տալ մարդկանց վերհիշել 20 թվականի մարտ ամիսը, երբ որ կորոնավիրուսի պատճառով մարդիկ ստիպված էին տնից դուրս չգալ։ Եվ եթե անձը պատկերացնում է, որ ինքը 2 շաբաթ, ասենք, տանն է եղել եւ արդեն իսկ ստրեսի է ենթարկվել, հնարավորություն չունենալով ազատ իր գործերը պլանավորել, մի քիչ էլ ավելացնենք, ասենք, պատկերացրեք, որ դուք 1 ամիս ձեր սեփական տնից դուրս չեք գալիս եւ որևէ անձի հետ չեք շփվում։ Ինչ որ մեկը տնի ինքը իր վրա այդ էքսպերիմենտը կատարի, ինչ հոգեբանական վիճակում կլինի եւ նույնիսկ առողջ մարդը կարող է շատ խնդիրներ ստանալ, ասես իր տանը առանց հսկողության, ուղղակի պայման է դա, որ տնից է դուրս չես գալիս, ոչ մեկի հետ չես շփվում։ Հիմա պատկերացնենք, որ դա պետք է կարա լինի բանտային պայմաններում, կարա լինի տևական ժամանակահատված, կարա լինի տարբեր հսկողության եւ տարբեր կարգերի պահպանման, խիստ ռեժիմների պահպանման պայմաններում, հետ չասած, եթե կարող է այդպիսի սահմանափակման ենթարկվի տարիքով անձնավորությունը կամ առողջական որևէ խնդիր ունեցող անձնավորությունը, իրականում բանտային պայմաններում լիակատար առողջ մարդն էլ երկար ժամանակ բանտային պայմաններում անցկացնի, միանշանակ առողջությունը վտանգվելու է։ Եվ հետեւաբար մենք պետք է
գանք այն հարցից, որ այո, եւ անարդար կալանավորումը ինքը իրենով է վնասում անձին, եւ անարդար կալանավորումը նաեւ վնասում է անձին հոգեբանորեն, որտեղ այդ անձը գիտի ինքը անձագործություն է կատարել մարդը սպանել է, ուղղակի հաշտա իր ազատազրկման հետ։ Բայց երբ որ անձին ակնհայտ ապօրինաբար բանտարկում ես այն բանի համար, որ ինքը դուրս է եկել ճշմարտության կողքը կանգնելուն, դու իրեն մի քանի եղանակով ես պատժում եւ սահմանափակում ես իր ազատությունը, իր մտքերը արտահայտելու եւ ազատությունից զրկում ես տնելով առողջության համար վատ պայմաններում եւ նաեւ ցույց ես տալիս մյուսներին, որ այսպիսի պատժի կարող է ենթարկվել, վախեցնում են, մահակ է փաստորեն։ Դուք փորձեք արտահայտել ձեր դժգոհությունը։ Այո, մահակ են դիմության գլխին փաստորեն կալանքի, հա, այս երկարած ասեմ, որ ի պատիվ սրբազանների, նույնիսկ առողջական խնդիրների բարագայում վերջիններիս կամքը շատ պինդ է եւ ինչպես իրենք էլ են շատ հաճախ ասում, իրենք բանտի պատերիստներ շատ ավելի ազատ են, քան դրսում գտնվող շատ եւ շատ մարդ։ Դե սրբազանների պարագայում հասկանալի է, հոգեվոր մարդիկ են, իրենք նաեւ խուցն է իրենց համար Աստծո հետ նաեւ, հա, այսպես երկխոսության մեջ մտնելու հաճախ էին ասում, որ դուք այդպես չեք պատժում սրբազաններին, նրանք իրենց համար դա նաեւ գուցե ինչ որտեղ լավ է, որովհետեւ իրենք ամփոփված են, իրենք կարող են ավելի հեռու լինել աշխարհիկ կյանքից եւ Աստծո հետ հաղորդակցել, բայց մյուս մարդկանց վիճակն էլ 6 ամիս, ասենք օրինակ ազգային բարերար Սամվել Կարապետյանը կալանավորված են, որում Արամ Վարդևանյանը երեք գրում էր, որ ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման, զրկված է արդար դատաքննության նվազագույն երաշխիքներից, շեշտեց հետո նաև փաստաբանական խումբը, որ բացառապես գործում է քաղաքական հետապնդում, վրեժխնդրություն, իրավունքի օրենքի վճռական ոչնչացում։ Այսինքն մենք այս ամեն ինչով ինչի հետ գործ ունենք, իսկ Փաշինյանը խոսում էր այն մասում իր գրառումներից մեկում, թե չպետք է թիրախավորել, հա, նաև ընդդիմախոսներին, այս հակասությունը ուզում եմ հասկանալ, այս կեղծավորությունը, այս կեղծիքն է, էլի մենք պետք է բացահայտենք, իրականությունը մեկ այլ բան է, մարդկանց ճնշում են, փակի տակ են պահում, մյուս կողմից էլ ասում է, չէ, մենք չպետք է մեր ընդդիմախոսներին թիրախավորենք։ Դրանք տարբեր տեսակի քարոզչական հնարքներ են, որ տարբեր ժամանակներում կիրառում են, մենք պետք է նայենք այս գործողությունների շարժառիթները։ Շարժառիթը մեկն է իրականում, Նիկոլ Փաշինյանը իր շրջապատը հասկանում է, որ իրանք այնքան վնաս են տվել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդին, որ իշխանություն չունենալու պարագայում շատ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելու։ Վախերից է, իրենց սեփական վախից է թելադրված նրանց այս գործողությունը։ Այդ կատարումով նպատակ ունեն ամեն գնով պահել իշխանությունը։ Իսկ այդ որը ասում ենք ամեն գնով, դա ամենին է։ Դա կլինի անձանց զրպարտել, դա կլինի անձանց բանտերելացնել, դա կլինի անձանց նկատմամբ ֆիզիկական հաշվի դրսևորումներ կամ դրանց նկատմամբ անջ փակել, ատելության խոսքի գեներացում, ինչը որ անում են իրենց եւ հիմնական եւ սկսած հանրային հեռուստաընկերության եթերից տարբեր տեսակի քողարկված դրսևորումներով, մինչև տեղին մամուլի էջերում վիրավորանքներով, հայհոյանքներով, ժամանակին դրա զոհը արցախցիներն էին, հետո անցում կատարվեց եկեղեցու եւ հոգեվորականներին, նաեւ որոշակի առումով պահպանելով էլի արցախցիների նկատմամբ այդ ատելության խոսքի դրսևորումները, այս ամեն ինչը գործիքներ են որպես ծառայում ճնշելու բոլոր այն հնարավոր խոչընդոտները, որոնք կարող են առաջ գալ իշխանությունը պահելու ճանապարհին։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը եւ իր փոքրիկ խմբակը նախընտրել է իշխանությունը պահել ատելությամբ։ Ասենք իշխանություն կարելի է պահել նաեւ դա կարող է լինել ատելություն, դա կարող է լինել սուտ, դա կարող է լինել կեղծիք, դա կարող է լինել բայց ոչ համերաշխություն։ Խոստում նյութական առավելություն տալու որևէ ձևով, այսինքն բայց քաղաքական համերաշխությամբ էլ չէ կարելի է պահել, բայց այստեղ խնդիրը ուրեմն այլ է։ Այդ եմ ասում, հնարավոր չի քաղաքական դաշտի առողջացումով իրենց հարցերի լուծում, որովհետև բոլորը իրենք կորցրեցին իշխանությունը, իրենք ենթարկվելու են պատժի, իրենք դա շատ լավ հասկանում են։ Այո, որովհետև իրենք հանցանք են իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ, սա է ամբողջ իրենց վախերի պատճառը։ Արտահայտություն չի, ոչ էլ ինչ-որ բռնության բան, հենց իրավական օրենքով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված տասնյակ տարիներով այդ մարդիկ ենթակային բանտերում անցկացնելու։ Իրենք շատ լավ գիտեն իրենց կատարած հանցագործությունները։ Նրանք նախընտրում են մյուսներին պահել բանտում։ Անկյուն քշված գազանի նման ամեն ձև պաշտպանվելու են։
Ախուդյան, շարունակելով Սամվել Կարապետյանի հետ կապված մի շատ կարևոր ու հետաքրքիր, հանգամանքի եմ ուզում անդրադառնանք վարչապետի ընտանիքին պատկանող թերթը, Հայկական ժամանակը, Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին այդ որոշումը ինքը հրապարակեց նախ մեկ օր շուտ, դրանից հետո դատարանը գնաց այդ որոշման կատարման հետևից։ Սա ինչ է։ Ես անձամբ դրան կարևորություն չեմ տալի, ասեմ ինչի, որովհետև չեմ համարում, որ դա այն միակ ճանապարհն է, որով դատավորին կարող են ցույց տալ։ Այդ մեխանիզմը աշխատում է լրիվ ուրիշ ձև, այնպես չի, որ մինչև այդ հոդվածի հրապարակումը դատավորը չգիտեր ինչ պետք է աներ, չգիտեր ինչ պայմանադրված կամ ինչ միջնորդություն, ինչ գործականվում։ Իսկ ինչու գնացին նաև մամուլի այդ հրապարակման ճանապարհը։ Քարոզչական նկատառումներով այդ ինֆորմացիան ավելի վաղ են տարածել կամ նախապես դրած ունենալով այդ նյութը մի քիչ ավելի արագ են հրապարակել։ Համենայն դեպս օրերն էին խառնել։ Չգիտեմ, օրինակ էլի հետաքրքիր տվյալ, երբ որ Արշակ Սերբազանին կալանավորել միջնորդություններ ներկայացված, գործը մագագրվեց, արդեն իսկ նախապես հայտնի էր, որ մագագրվելու է Մասիս Մելքոնյանին, բոլորը դրա մասին գրում էին, թե այդպիսի գործընթաց չէր եղել, պարզ էր, որ այդպես է լինելու։ Մագագրվելուց հետո էլ բոլորին պարզ էր, որ կալանքը լինելու է։ Ընդ որում ինքը դատական նիստը նշանակել էր ժամը 9-ի եւ մի քանի ժամ անց որոշում հրապարակեց, բայց մինչեւ այդ որոշման հրապարակումը ԱԱԾ-ում արդեն գնացել էին Սերբազանների խցում երրորդ տեղ բացելու, արդեն բոլորին ակնհայտ էր, որ շուտով տեղափոխելու են այնտեղ։ Իսկ այս իրադարձությունները ինչ որ առանձին գործողություններով չեն պայմանավորված, համակարգը գործում է շատ կազմակերպված, ապօրինի համակարգը, եւ դրա համար ես այդ հանգամանքին կարևորություն չեմ տալիս, այդ ամենը առանձին դրսևորում էր այդ գործերի ակնհայտ քաղաքականացվածության եւ ակնհայտ ապօրինի պատվերների կատարման։ Այո, ուղղակի դա հերթական մի ցուցիչն է, որ ցույց է տալիս, ինչպես դուք ասացիք, նախապես տեղն է արված կալանավայրում, այնտեղ ամեն ինչ գնում է, էլի ինֆորմացիան նախապես պատրաստված, տեղը նախապես պատրաստված, այսինքն սա մի է, որը հերթով բոլորին տանելու են, որ ասում էր գցելու ենք բոլորին պատվալները ԱԱԾ, հենց այնպես չէ, ինքը քայլ առ քայլ այդ գործողություններն անում է։ Վերադառնանք նույն Սերբազան պայքարի գործի բանին, շատերը կարող չեն հիշում, չեն մտաբերում, բայց հունիսի 25-ին ձերբակալվելուց 5 օր առաջ այդ նույն ձերբակալված անձանցից շատերը բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ։ Եվ գործի նյութերով էլ եթե նայում ենք, եթե իրականում իրենք հանցագործություն կատարող էին, ապա իրենց 5 օր առաջ տանելով կարող էին ձերբակալել հենց այդ օրը։ Ինչն էր խնդիրը, իրենց այդ բանը չեն ձերբակալում, քարոզչությունը դեռևս պատրաստ չէր։ Այդ քաղաքական քարոզչությունը։ Իրենք դրանից հետո 5 օր ազատության մեջ էին, 4 օր հետո կատարվեց հրապարակում հեղափոխության ինչ-որ պլանի վերաբերյալ, այդ քարոզչական մեքենան միացավ, մի օր նախապատրաստությունը կատարեց, հաջորդ օրը մտան ձերբակալելու, քննչական կոմիտեն լծվեց այդ քարոզչությանը եւ պասերով էլի սկսեցին դա տարածել։ Հիմա նույնն էլ ընդհանրանում Սամվել Կարապետյանի դեպքում այդ քարոզչական գործիքները նախապես դրվում են մի գծի վրա, հիմա երևի թե մի հողական մի քիչ ժամի առումով շփոթվել է այդ բանը հրապարակել է, բայց էլի ցավով նշեմ, քաղաքական քարոզչություն եւ կեղտոտ քարոզչություն կարող լինի տարբեր երկրներում, բայց որ իրապահները այտենց բաց դեմքով ակտիվ լծված են դրան, դա հատկապես սարսափելի է մեր համար։ Եվ դուք ասացիք, այդ գործիքակազմերը մենք հիմա տեսնում ենք այդ քարոզչության մեխանիզմը նաեւ ոնց է աշխատում, վարկաբեկում են, նախ սկզբում հող են ստեղծում, Արշակ Սրբազանի հետ կապված փաստը դրա ակնհայտ, այսպես ակնառու ապացույցն է, ինչպես նախ սկսեցին կեղծ տեսանյութերով վարկաբեկել հարգարժան Սրբազանին եւ հասցնել այն կուլմինացիային, որ դա պիտի լիներ արդեն կալանավորումը։ Ես կարծում եմ, այդ հաշվարկում իրենք սխալվել են, որովհետեւ կալանավորումով հենց հակառակ այդ վարկաբեկման գործընթացը իրենք ծախողեցին։ Իսկ մարդիկ հասկացան, թե ինչի համար էր, չէ՞, նախապատրաստում այդ կեղծ տեղեկությունը։ Սրբազանի ելույթին էլ լսենք, իր ասուլիսին հայտնած մտքերին, իրենք կանչել են, առաջարկներ են կատարել, գուցե սպառնացել են։ Ասենք, ԱԱԾ-ն է կանչել։ Դրան ինքը չի տրվել, դրանից հետո անցել են կոմպրոմատներով կամ ինչ-որ կեղծիքներով շանտաժ անելու բանին, դա էլ չի աշխատել եւ վերջում արդեն ակնհայտ զավեշտալի գործով արդեն տարեկալանավորել են։
Այսինքն ամեն ինչքան պարզ է, որ եթե մեզ հետ ես, դու պաշտպանված ես, եթե մեզ հետ չես, ուրեմն բանտախցում ես։ Եվ այստեղ եւ Արշակ Սրբազանի հանգամանք, այո, նա ասուլիսում այսպես շատ զգուշորեն, բայց ակնարկեց լրագրողներից հասցրեց այն ինֆորմացիան, որ ԱԱԾ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել է եւ իրենք ինչ-որ գործողություն են իրեն առաջարկել, շատ զուսպ էր խոսում Սրբազանը եւ այնքան զուսպ, որ անգամ երբ որ լրագրողներն ուզում էին ավելին իմանալ, ինքը ավելին չասաց, բայց բոլորի համար ակնհայտ դարձավ, ենթադրեցինք այլևս, որ կնշանակի իրեն ասել են կգնաս կամ կմիանաս այս 10 տիրադավերին, այդ եպիսկոպոս համարվող եւ կաթողիկոսի հրաժարականը կամ հեռացումը կպահանջես կամ կհայտնվես կալանավայրում, ինչն էլ եղավ, բնականաբար նա մերժել էր եւ հայտնվեց կալանավայրում, բայց հիմա եկեք շղթան շարունակենք, հա, յուրայինների պարագայում, այդ 10 տիրադավերի մեջ հայտնի Բեթլիեի տեր Նավասարդ Կճոյանն է, որքան ես հիշում եմ հայկական ժամանակը Նիկոլ Փաշինյանի հոդվածները մշտապես ուղված են եղել այս Սրբազանին, այս հա իր արած այդ բաները, կոռուպցիոն քայլերը, գործողությունները, ռիսկերը, սցենարները վերհանելու գործին են նվիրված եղել։ Հոդվածաշարեր էր գրում Փաշինյանը ժամանակին Կճոյանի հետ կապված։ Հիմա դրանք բոլորը մոռացվել են։ Իդեպ պարոն Խուդայան, մոռացվել են նաև երեք տեղեկատվություն տարածվեց, որ Նավասարդ Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցը մերժվել է գլխավոր դատախազության կողմից եւ մեկ այլ անգամ բոլոր ամբիոնները կօգտագործեր ընդդիմադիր Փաշինյանը աղաղակելու համար այս փաստի հետ կապված հիմա լռում է, որովհետեւ Կճոյանը իր կողքին է։ Հիմա ես կուզեմ հենց այս յուրայինների եւ հակառակորդ, այսպես ասած, դիմախոսների այս հակադրման մասին, այսինքն երկակի ստանդարտներ։ Երկակի ստանդարտներ միշտ եւ ամենուրեք, ես չեմ ուզում տրվեմ գայթակղությանը անդրադառնալու այն հոգեվորականների կյանքին կամ գործունեության, ովքեր դեռևս առաքելական եկեղեցու սրբազաններ են, բայց ընդհանուր կոնտեքստի մեջ կարող եմ ներկայացնել այդ մեխանիզմը ինչպես է աշխատում։ Իրենք բաժանում են ճամբարների։ Բաժանման սկզբում հիմքում դնում են որևէ սկզբունք։ Օրինակ, նախկիններ եւ ներկաներ, չէ՞, նախկին թալանչիներ եւ ներկաներ, հա։ Բայց որ խորանում ենք իրականում այդ սկզբունքը չի գործում, որտեղ իրականում գործվում է մեր հետ ես կամ մեր հետ չես։ Եթե դու նախկին թալանչի ես, բայց մեր հետ ես, քո մասին ոչ մեկ չի հիշի։ Հիմա ասենք իրենց շարքերում կա Գյումրիի դեպքերում անընդհատ քննարկված Թալանի անուն տված Անդրանիկ Քոչարյանը, որը նախկիններից նախկին կարկառուն ներկայացիչ է։ Իրենց թիմում է։ Իրենք ունեն Խաչատուր Սուքեսյան, նախկինի նախկին, էլի ինչ-որ կասկածելի կարողություններով, իրենց երիտասարդական կազմի բոլորի ընտանիքները էլի ինչ-որ չափով մեծ մասի կապված է նախկինի իշխանությունների հետ, էլի տարիքով էլ պատգամավորներ ունեն Պաշտպանության համակարգում, որ եղել է 2008 թվականին բանակի թիկունքի պետը եւ խոսում է բանակի թալանից։ Ուցե անձնական օրինակով վստահ լինելով որ այդ թալանը տեղի ունեցել դրանից է խոսում, բայց абսուրդ է, այսինքն թե դուք ասում եք մենք դեմ ենք նախկինի եւ թալանին, միած է շարքերին նայեք։ Նույնքան գործում է ցանկացած Գուրգեն Արսենյան կա, շատ են, քիչ չեն։ Այսինքն սկզբունքը ոչ թե այն այս մարդը ճիշտ է կամ սխալ, այլ այս մարդը մեր հետ է կամ մեր հետ չի։ Օրինակ, հա, մենք դեմ ենք բռնությանը, բայց օրինակ մեր շարքերում կարա լինի մարդ, ով բռնության է ենթարկում իր կնոջը։ Մենք դեմ ենք երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքին, բայց մենք եկեղեցի կարող ենք տանել մեր ակցիաներին մասնակցելու մարդը, որ երեխային թողում է տրասի մեջտեղը ու գնում է այդ եղանակով Արցախցի երեխային փորձելով պատժել։ Վերցնենք ցանկացած մարդկային բնավորության վատ գիծ, կարող ենք ասել, այո, սա վատն է, սա լավն է։ Այս բոլորը վատն են, ով որ սա չի անում, լավն է, չէ՞, բայց իրականում նայում ենք, որ չէ։ Եթե այս մարդը եկել է մեր հետ, մեր յուրայինն է, իր արած վատ բանը մենք չենք նայում։ Նույնիսկ պատիժներին կամ խափանման միջոցներին է վերաբերում։ Եթե անձը յուրայինն է, ապա իր դեպքում գործում անմեղության կանխավարկած եկեք չշտապենք իր մասին ինչ-որ բաներ արտահայտելու դատարանների նկատմամբ վատ բաներ չասենք։ Եթե անձը մեր հակառակորդն է, եկեք միանգամից իրեն հայտարարենք
արդեն ավարտված հանցագործ ու հանկարծ այն դատավորն էլ որ կարող է իր խափանման միջոցը փոխի, այդ դատավորին էլ անվանենք ծախված կամ ինչ-որ այլ եղանակներով թիրախավորենք։ Այս սկզբունքը շատ պարզ է գործում, բայց վատ չի աշխատում, ասենց ասեմ, որովհետև շատ մարդիկ չեն խորանում հանգամանքների մեջ։ Իրականում այո, միակ բաժանումը այն է, մեր հետ եք կամ մեր հետ չեք։ Եվ հենց այդ բաժանմամբ հասել են, եթե քաղաքական բաժանումը գրում էր նախկիններ, ներկաներ, հա, այսպես հիմա հոգևոր դաշտում են բաժանում անում, հավատացյալների մեջ սերմանում են այդ բաժանումը, եկեղեցու կողքն ես, թե կողքը չես, մտել են նաև եկեղեցի ներսից քանդելու այդ սցենարներ իրականացվում, ներսում նիկոլական ես, թե ամենայն հայոց կաթողիկոսի կողքին ես, ընդ որում երբեք չեն արտաբերում կաթողիկոսի անունը, ավազանային անունն են անընդհատ շեշտում, վարկաբեկելով եկեղեցին։ Լավ, այս սցենարը դուք ոնց եք տեսնում իրավական հարթության մեջ, մինչև ուր կարող է հասնել։ Ուզում նաև հարցս հավելեմ հետևյալով, որ եկեղեցին սահմանադրորեն տարանջատված է, սահմանազատված է, հա, պետություն եւ եկեղեցի։ Սահմանադրությունը որքանով կարող է պաշտպանել եկեղեցուն, որքանով կարող է պաշտպանել ամենայն հայոց կաթողիկոսին եւ այն բոլոր արժանապատիվ հոգեվորականներին, ովքեր կանգնած են հայ եկեղեցին ամուր պահելու, մեր ինքնության հենասյունը ամուր պահելու գիտակցման այդ ակունքներում եւ չեն տրվում Նիկոլ Փաշինյանի այս խայտարակ քաղաքականությանը, որը ուղղակիորեն թելադրված է դրսից։ Այնքան դա ակնհայտ է, Փաշազադեի հերթով հայտարարությունները դրեք նայեք, կհամոզվեք, որ ինչ նրանք ասեցին, Փաշինյանը նույն պահին սկսեց հարձակումը մեր եկեղեցու դեմ եւ հիմա մեր հոգեվոր ինքնության դեմ քարոզ է անում, վեր է կենում ամբիոններից հայտարարում է ինքնությունը պետությունն է, այստեղ էլ նորից մեր ինքնության հենասյանն է խփում, նորից մեր եկեղեցուն է խփում։ Հիմա մեր եկեղեցին եւ մենք որպես հայ հավատավոր հասարակություն, ժողովուրդ, ազգ սահմանադրությունը ինչով կարող ենք օգտագործել օրենքի դաշտում մեր շահերը պաշտպանելու համար, պարոն Խուդայան։ Կարող են լինել քննարկումներ, որ մեր սահմանադրությունը այնքան լավը չի, որ զսպումների ինչ-որ մեխանիզմ ավելի լավ չի նախատեսել, մարդիկ կամ որոնք կարծում են, որ կիսանախագահական կամ նախագահական ռեժիմը ավելի հարմար է եւ այլն, բայց իրականում պետք է նայենք, եթե մենք օրինակ իդեալական սահմանադրություն եւ իդեալական օրենքներ, դա միևնույնն է չի բացառում դեռ մարդկային գործոնը։ Երբ որ շատ հստակ ցույց է տալիս, որ այս գործողությունը արել են երկու նույն անձ, մեկը էլի յուրային, մեկը ոչ յուրային, նույն բանն են արել։ Հոլիգանություն են կատարել փողոցում։ Այս անձի նկատմամբ իրավապահ համակարգը գործում է, այս անձի նկատմամբ չի գործում։ Օրենքը նորմալ է գրած, այստեղ կիրառման խնդիրն է։ Հետևաբար չպետք է հույսը դնել, որ սահմանադրությունով ինչ-որ հարց պետք է լուծվի։ Էլի եմ ասում, իմ մասնագիտության դեմ եմ խոսում, բայց չպետք է հույս ունենալ, որ փաստաբանները պետք է հարց լուծեն երկրում, որտեղ եթե բան հասել է նրան, որ փաստաբանները պետք է լուծեն, ուրեմն մենք մեծ խնդրի մեջ ենք։ Իրավաբանությունը առհասարակ կոչված է սպասարկելու հասարակական հարաբերությունները, հեշտացնելու ընթացակարգերը, չգիտեմ, գործարար շրջանառությունը, ինչ-որ հասարակության մեջ կարգ ու կանոնի հաստատումը եւ այլն։ Բայց իրավաբանությունը չի այն հարցերի լուծումը, որը պահանջում է քաղաքական լուծում կամ ազգային պահանջի ձևակերպման։ Եվ ուրեմն ինչ է հարկավոր հանրային հակազդեցություն գուցե փողոցի ակտիվ պայքար պարտադիր չի դա լինի փողոցներ զբաղեցնելու տեսքով։ Տարբեր գործիք հակազդեցություններ հակազդեցությունները, դեռ օրինական հակազդեցությունների մասին ենք խոսում, տարբեր ձևի կարող է լինել, սկսած չհամագործակցելուց, սկսած իշխանական բիզնեսին բոյկոտելուց, սկսած մարդկանց պարզապես փողոցում բարև չտալուց։ Եթե տեսնում ես այս մարդը, չգիտեմ, 3 գնացել էր եւ եկեղեցի էր բացում, ինքը քո ազգականն է, մի շփվի այդ մարդու հետ։ Կան բաներ, որոնք մարդիկ պարտավոր են կատարել, օրինակ խանութում վաճառողը չի կարող տարբերություն դնել հաճախորդների մեջ, ասի քեզ ապրանք վաճառում եմ, քեզ ոչ։ Բայց շատ հարցերում մարդիկ ազատ են իրենք որոշել իրենց շրջապատի հետ ինչպես են վարվում։ Եվ հասարակական հարաբերությունների մի զգալի մաս չի կարգավորվում օրենքներով, այլ կարգավորվում է ինչ-որ բարոյականության, բարվեցողության տարբեր կանոնների դրսևորումով։ Հիմա, չգիտեմ, եթե հարևանս ինձ կարող է խնդրել մեքենան առավոտյան չկայանել այս ինչ հատվածում, որտեղ իրեն կարող է խանգարի դա, ես կարող եմ իր ընդառաջ գնալ, թեև դա իմ հատկացված տարածքն է, ինչ-որ մի
նենց կանգնացնեն, որ իրան էլ հարմար լինի։ Բայց եթե հարևանը գնացել է եկեղեցի պղծելու, ես իրան կարող եմ ասել, դա քո խնդիրն է, ես իրավունք ունեմ ստե անեմ, քո հանդեպ ոչ մի բարյացակամ վերաբերմունք չեմ ուզում դրսևորեմ։ Եթե դու եկել ես ինձ պարտքով գումար ես խնդրում, որ ես կարող եմ քեզ տալ, ես քեզ չեմ տա։ Ու ցանկացած նման դրսևորում, որը օրենքով չի կարգավորվում, բարձ մարդկային հարաբերություններով է կարգավորվում, այդ Բարսավանքի ինստիտուտն է, այդ մարդկանց հասարակությունից դուրս տնելու ինստիտուտն է, դա աշխատում։ Այսինքն, որ իրենք զգան, իրենք մերժված են, իրենք չեն ընդունվում այս հասարակության կողմից։ Չի կարող բան լինի, որ իրավապահ մարմնի աշխատող օրինակ այսօր գնա Սրբազան կալանավորի ու հետո գնա այդ նույն գործով փաստաբանի հետ միասին հարսանիքի սեղանի շուրջ նստի։ Եթե ինքը դրանում հաջողեց, ինքը գիտի, որ դե նորմալ աշխատանքը կատարում ենք մենք այդ մարդկանց հետ լավ հարաբերությունների մեջ ենք։ Ես անձամբ շատ մարդկանց հետ հարաբերություններ եմ փչացրել իրենց վարքագծի պատճառով։ Այո, կարող է դրանից նեղվում են, կարող է չեն նեղվում, բայց բանը ես իմ համար ընտրել եմ մի տարբերակ, որ չի կարելի մարդկային վերաբերվել են մարդկանց հետ, ովքեր իրենք անմարդկային են։ Եթե ձեր ասածը համատարած լինի, բոլոր ուղղություններով դա դրսևորվի, այո, դա դրական ազդեցություն կունենա, իսկ եթե 1-2-ի կողմից է, կարծում եմ այդքան վճռորոշ չի կարող լինել։ Մի դրսևորումն է, ընդ որում շատ լոկալ հատվածում դրսևորում է, այդ նույն իշխանական բիզնեսների բոյկոտումը կարող է լինի տարբեր տեսակի ակցիաների կազմակերպումը եւ երկրի ներսում եւ միջազգային հանրության հետ կոմունիկացիայում եւ անձանց խախտումների վերհանում, եթե սովորական պայմաններում մարդ կարող է տեսնի իրավախախտում դրա մասին չբարձրաձայնի, չէ, եթե տեսնում ես, որ այդ նույն իրավապահ մարմնի աշխատողն է կամ այդ նույն եկեղեցին ասպատակած մարդն է, հայտնի դրա մասին։ Հասկանալի է։ Ինձ համար հետաքրքիր նաև հետևյալը Լիդիա Մանթաշյանի կալանքը փոխելու հետ կապված, խափանամիջոցը փոխելու հետ կապված օրինակ այն կարծիքը, որ այդ ընթացքում մարդիկ կային, իդեպ Լիդիան այդ մասին նաև ասում է, ես իրենց չէի ճանաչում, բայց իրենք նստացույց արեցին, չէ, այսինքն ակցիաներ եղան շատ ավելի ակտիվ։ Չէ, կարծում, որ նույնը պետք է այսպես ինքնաբուխ ակցիաներ էին դրանք։ Կազմակերպենք նաև մեր սրբազանների հետ կապված, ազգային բարերարի հետ կապված, մեր մյուս բոլոր քաղբանտարկյալների հետ կապված, ոչ թե մեկի, այլ բոլորի հետ կապված։ Եվ ես որ ասում եմ փողոց, երբեմն մարդիկ այսպես կաշկանդվում են, ասում են դե հանկարծ չհնչի կոչ փողոց դուրս գալ, չգիտեմ, հեղափոխություն, իշխանափոխություն, չէ, փողոց ես դուրս գալիս քո իրավունքները պաշտպանելու համար։ Եվ ես կարծում եմ, որ հենց այդ առումով հենց փողոցը կարող է շատ ազդեցիկ լինել։ Այսինքն կան բաներ, որոնք ինքնաբուխ են, ինչպես ասացի, կան բաներ, որոնք պետք է կազմակերպված լինեն։ Լիդիայի պարագայում ավելի շատ էմպաթիա էր ինքը առաջացնում հասարակության մոտ, ավելի բարդ էր ներկայացնել, ինչպես ստացվեց, որ գործով 10 տղամարդ ազատ արձակվեցին նույն մեղադրանքով, իրեն չգիտես ինչի պահում են։ Միացքին քաղբանտարկյալ լինելու հանգամանքը։ Նաև շատ մարդիկ հասկանում էին, որ դրա տակ շատ հավանական է, որ անձնական վրեժխնդրություն էլ ադրված, որտեղ ինքը որոշակի կոնֆլիկտներ էր ունեցել, ինքը չէր նախաձեռնել դա, ուրիշներն էին նախաձեռնել իր հետ իշխանական ներկայացուցիչներից, ինքը հաջող ակցիաներ էր անում վարչապետի վերաբերյալ, գուցե սա հանգամանքները իրար հետ եկան բանանելու, որ մարդիկ ինքնաբուխ կերպով տարբեր խմբեր այդ դժգոհությունը արտահայտեցին եւ ինչն էր ամենաաբսուրդայինը, ընդհանրապես մեկ շաբաթ անց առանց որևէ իրավական հիմքի փոփոխության, մի դեպքում որ դատան ասում էր հիմքերը բավարար չեն իրեն ազատ արձակելու, մեկ շաբաթ հետո ասեց հիմքերը բավարար են արձակել, իսկ փոխվել էր միայն հանրային արձագանքը։ Այո։ Պարոն Խուդարյան, ես ԱԱԾ-ի թեման այդ ակտիվ գործերին խառնվելու միջամտելու, հա, Նիկոլ Փաշինյանի հրահանգով մենք ուզում այդ թեման եւս մի փոքր անդրադառնանք, ինձ համար իհարկե զարմացնող չեն այլևս ԿՊԵ-ականների որևէ հայտարարություններ, որևէ խոսքեր, ես վերջերս մեկն էլ խոսում էր, ասում էր ՀՀ-ում կան, եթե կան դինոզավրներ, ուրեմն կան նաեւ քաղբանտարկյալներ, այսինքն միանշանակ մերժում են էլի քաղբանտարկյալների արկայությունը մեր երկրում, տեսեք ինչ համեմատություններ տանելով, իսկ Վագն Ալեքսանյան ԿՊԵ-ական պատգամավոր ասում է, ես հիմա օրինակ եթերով ասում եմ, դիմում եմ ԱԱԾ-ին, դիմում եմ ոստիկաններին, թող գնան խնդրեն, որ իրենք պատարագի ժամանակ զեղչեն կաթողիկոսի անուն, ասում է, ես չեմ պարտադրում, ես նրանց հորդորում եմ, ուզում հասկանալ այս բառախաղը, այս ինչ է։ Երևի լսել եք, չէ՞, որտեղ լրագրողներ հետաքրքիր բան արել, սանգլեր ԱԱԾ,
Եվ ասում էր, եկեք զանգել եմ ձեզ խնդրեմ, որպեսզի գնաք պատարագի հորդորեք, որպեսզի Նիկոլի ներկայությամբ կաթողիկոսի անունը տան։ Ես հիմա այդ բառախաղը ուզում եմ տարբերությունը պետքա դնենք, արդյոք դու սահանում ես որպես քաղաքացի եւ արդյոք յուրաքանչյուր քաղաքացի եթե դիմի ԱԱԾ-ին դե հորդորը կատարվելու է, թե ինքը կատարվա միայն քո հորդորը։ Մա տեսա օրինակ երեք Հայկ Կոնջորյանները, թե չեմ սխալվում, հետքի հետ ինչ որ հերագա կոնֆլիկտ ունի իր գույքի վերաբերյալ եւ որպես տենց հաղթաթուղթ ինչ որ տվյալները հրապարակում, որի հարցումը ստացել է կադաստրի կոմիտեից։ Ինքը իր անձնական հարցը, իր անձնական շահերը պաշտպանելու համար ԱԺ պատգամավորի կարգավիճակով տեղեկատվությունը հարցել կադաստրից։ Այլ պայմաններում որևէ քաղաքացի այդ հարցումը կատարելու համար պետք է հատուկ ընթացակարգով դիմեր, պետք վճարեր, գուցե տվյալներից որոշներն հրաժարվեին տրամադրել, ասելով որ այս հատվածը սահմանափակ է, բայց ինքը ազգային ժողովի պատգամավորի լիազորությունը օգտագործել է իր անվան հետ կապվող սկանդալում ինչ որ տվյալ ձեռք բերելու համար։ Էլի որևէ քաղաքացի դա չէր կարող անել, ինքը կարողանում անել։ Այսինքն ինչ մոտեցում է սա հանգամանքների օգտագործում։ Տարբերակված մոտեցում, օրենքի, փաստորեն կիրառում։ Չէ, ընդհանրապես բան է, վարզամիտ սուտ է, որ ներկայացնում են հասարակությանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, եկեղեցի գնում են ոչ թե որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ որպես հավատավոր քաղաքացի։ Հիմա ես որպես հավատավոր քաղաքացի կարող եմ ոստիկաններին ասել 200 հոգի տվեք, ինձ ուղեկցի գնամ մտնեմ պատարագի ու սահմանափակեմ մարդկանց մուտքը այնտեղ։ Պարզավոր ինքը գնում այնտեղ որպես վարչապետ եւ իր համակարգի ապարատի ամբողջ ռեսուրսի օգտագործումով։ Բայց որպեսզի հանրության մոտ ինչ-որ տենց քարոզչական բաներ փորձի հրամցնել, ասում եմ, չէ, ես որպես հավատացյալ եմ գնում։ Խնդիր չկա, թող քո զորքը դուրս եւ տեսնեմ դու կարող ես գնալ այնտեղ մտնել եւ քո ուզած անցկացնել թե ոչ։ Իդեպ նաեւ բոլորից համար այլևս ակնհայտ է, որ հիշում եք ասում էր ով է այն դատավորը, ով իմ ասածը չանի։ Հիշում եք այս հայտարարությունները հնչեցնում է, շատ ակտիվ են մի փուլում։ Հիմա փաստորեն մենք կարող ենք ասել, որ իրեն հաջողվեց, որ բոլոր գոնե եթե չասեմ բոլոր, ինքս ինձ, տեսակ ավելի մեղք չգործեմ, զգալի հատված է, այսօր կարող ենք ասել Նիկոլ Փաշինյանի գրպանում է նրա հրահանգների կատարածուն է։ Այսինքն կարող ենք դա արտահայտությանն էլ ես շատ բան չեմ անում, ինքը ընդհանրապես արտահայտումն է, ոչ թե ինքը միջոցն է դատավորների սպառնալու, ինքը ընդհանրապես արտահայտությունն է այն իրողության, որը գոյություն ունի։ Ավելի լուրջ խնդիր է, երբ որ իրեն դուր չեկած դատական ակտից հետո նախաձեռնումը եւ էլի իրավապահների հովանավորությամբ գնում եւ շրջափակում է դատարանները։ Սահմանադրությամբ ամրագրված անկախ պետական մարմիններ, իշխանության երրորդ ճյուղ, որը գործադիրի ուժերով օրենսդիր падգամավորների քարոզչությամբ գնում եւ շրջափակվում է։ Սա ուղղակի իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտումն է եւ միանձնյա իշխանության ձևավորումը բռնապետության սահմանման նպատակով։ Ահա մեկ հարցի եւս կուզեմ անդրադառնալ, Գերմանիայում Նիկոլ Փաշինյանը խոսեց հայ առաքելական եկեղեցու մասին էր խոսում շատ վատ ձևով օտարերկրում օտարերկրացիների եւ մեր թշնամական երկրների ներկայացուցիչների ներկայությամբ դժգոհում էր, որ ինքը տեղյակ չի, թե ինչ ֆինանսական հոսքեր են գալիս գնում եկեղեցու եւ այստեղ իհարկե շատերը նաեւ արձագանքեցին, բլոգերներ էին նաեւ խոսում, որ դու չգիտես, որ հենց նույն Գերմանիայում բացարձակապես եկեղեցու այդ ֆինանսական բաներից պետությունը շատ հեռու է եւ բացարձակ չի միջամտում։ Դու ուր ես գնացել եւ ինչ ես խոսում։ Համենայն դեպս ինքը այդ վատ գործը եւս արեց այնտեղ եւ ես այդ ընթացքում նկատեցի ձեր գրառումը, շատ տեղին գրառումը, ում շատ արագ ընթերցել Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, բայց հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին ուղղակի կամ անուղղակի ներգրավված կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ տարածքում ապագայում պետք է արգելվի։ Ես կարծում եմ, որ սա դուք գրել եք հետեւյալ առումով, որ Նիկոլ Փաշինյան, եթե դու դրսում խոսում ես հայ առաքելական եկեղեցու փողերի, մասին, այդ ինչ դու երբևէ չես անհանգստանում կրոնական կառույց անվան տակ Հայաստանում բազմաթիվ այդ քայքայիչ աղանդների կրոնական հոսքերի մասին երբևէ չես անդրադառնում։ Ի վերջո մենք մի օր պետք է սեղանին դնենք այդ խնդիրը, լուծենք այդ թեման իհարկե անընդհատ անցած տարիներին էլ նախկինների շրջանից դեռ քննարկվում էր, որ այդ հարցը պետք է հստակ լուծվի։ Ովքեր են այս մարդիկ,
ովքեր իրանց կյանքի խոսքի, Եհովայի վկաներ, չգիտեմ 50 ու 60-ականներ, ինչ գործով են այս մարդիկ զբաղված ավետարանչական, ովքեր են իրականում մենք լավ գիտենք, որ նրանք հոգևորությամբ են զբաղվում եւ պոկում են մեր առաքելական եկեղեցու հետևորդներին, տանում են իրենց շարքերը եւ հետո դրանք դառնում են ականներ իրապես մեր երկրի, մեր եկեղեցու համար։ Հիմա դուք շատ լավ հարց եք առաջ քաշել, որ այս հարցը պետք է դրվի, արգելվի այդ կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում, իդեպ նախադեպը կա Ռուսաստանում։ Ինչ կասեք այս մասին։ Մեր հանրապետության հիմնադիր հայրերը ընտրել են, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է եւ ժողովրդավար լինի եւ իրավական պետություն, եւ մեր սահմանադրությունը նախատեսում է բոլոր անձանց ազատության իրավունքը ցանկացած կրոնական կազմակերպություն եւ հիմնելու եւ անդամակցելու եւ անարգել գործելու հնարավորություն։ Իմ հայտարարությունը չի վերաբերում առհասարակ գործունեությունը արգելելու կամ կասեցնելու, բայց պետք է հետևողական լինել հասկանալու համար արդյոք կամ միջամտություն իսկ այդպիսի տվյալներ կամ կասկածներ հնչում են, արդյոք որևէ կրոնական կազմակերպություն կամ նրա ներկայացուցիչներ մասնակից են առաքելական եկեղեցու դեմ արշավին։ Որտեղ այո, թե մարդկանց խումբ հավաքվել է իր սեփական հավատալիքներն ունի եւ ոչ մեկին չի վնասում, իհարկե ինչ խնդիր կա, թող մարդիկ հավատան նրան, ինչին հավատում են։ Չէ, խնդիրն այստեղ քայքայի ճաղանտ լինելու եւ երկրի անվտանգությանը խաթարելուն է վերաբերում։ Կան կրոնական կազմակերպություններ, որոնց համար օրինակ բանակում ծառայությունը խնդիր է։ Եհովայի վկաները։ Դա քննարկման հարց է, արդյոք պետք է այդ զիջումը կատարել, թե պետք է չկատարել ազգային շահերի ձեռներով։ Կամ արդյոք հնարավոր ապավել այնպիսի ծառայություն, որը հնարավորություն կտա եւ ինտենսիվ պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը եւ օրինակ զենք չվերցնել։ Հնարավոր է թիկունքային ապահովման աշխատանքներ, ընդ որում ես նույնիսկ չեմ խոսում նվաստացուցիչ աշխատանքներ, որևէ տեսակի աշխատանքի մասին, հա, որ ասես ակնհայտ տարբերվող։ Չէ, ուղղակի թիկունքային ապահովում, չգիտեմ, ինչ որ ծրագրերի մշակում, ինչ որ աշխատանքների կատարում շտաբային բանում, եթե անձը կոնկրետ զենք բռնելով այդ խնդիր ունի, էլի, բայց չի կարող առհասարակ տարբերակում դնել ավատալիքից ելնելով պետության հանդեպ ստանձնած պարտավորությունների տեսանկյունից, սա շատ երկար տարբեր ժամանակներ քննարկված թեմա է։ Այո, քննարկված թեմա է։ Պարզապես հիմա դա ավելի մենք զգում ենք կազմակերպություններ, մեկի մասին կարող ենք ավելի շատ վտանգավոր անվանել, մեկին կարող ենք ասել կյանքով են ապրում, որևէ վտանգ չեն ներկայացնում եւ այլն, բայց սա շատ խորքային ուսումնասիրության հարց է, ազգային անվտանգության հարց։ Ուղղակի ինձ համար ցավալի էր, որ երկրի ղեկավարը մեր եկեղեցու մասին է խոսում։ Ես իզուր չէ, որ ասացի փոխարենը խոսի աղանդավորական կառույցների հոսքերից, ֆինանսական խոսում է մեր եկեղեցու ֆինանսական հոսքերից։ Երկրի ղեկավարը ընդհանրապես ունի մի նպատակ իր իշխանությունը պահպանելու համար, չունի բարոյականություն, չունի որևէ կարմիր գիծ, չունի որևէ սկզբունք։ Ինքը այդ բանը իրան ինչ անհրաժեշտ եղավ իր նպատակին հասնելու համար անելու է։ Եվ Հայաստանի Հանրապետությանն վնասելու եւ եկեղեցուն վնասելու եւ ազգային արժեքներին վնասելու եւ պատմությունն ուրանալու եւ իր շրջապատին ուրանալու նման փորձներ ունի իր կյանքի տարիների ընթացքում։ Միակ բանը ինքը որ անում է իր իշխանությունը պահելու ուղղված քայլերն են։ Պարոն Խուդայան, եւ ավարտենք մեր հարցազրույցը հետեւյալով, մենք տեսնում ենք, լսում ենք տարբեր միջազգային հայտնի փաստաբաններ, ունակ այդ հարցում շատ ակտիվ է Ռոբերտ Ամստերդամը եւ եկեղեցու հետ կապված է իր անհանգստությունը բարձրացնում աշխարհով մեկ, թե տեսեք ինչ է կատարում առաջին քրիստոնյա երկրում, ինչպես է թիրախավորված եկեղեցին իշխանության այդ ղեկավարի կողմից եւ Սամվել Կարապետյանի որպես ազգային բարերարի խնդիրն է բարձրաձայնում եւ մենք լսեցինք նաեւ մեր սրբազանների նամակը, որտեղ բաց ասվում է, որ գործ ունենք զինված բանդայի հետ, որը զբաղված է կիրակի օրերը եկեղեցիներ զավթելով եւ պաշտամունքի էին, հա ինչ որ արարողություններ անում սատանայական, այնտեղ ասում է դիվային, կներեք, ասում է այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոն զբաղեցնող անհայտ դավանանքի տեր մի անձ, ով զինված մարդկանց ուղեկցությամբ, բացահայտ անթակույց լկտիությամբ թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ, խախտելով կրոնական ազատության սահմանները, սեփականության իրավունքի անձեռմխելիություն, այսինքն մենք ակնհայտորեն գործ ունենք հանցագործության հետ, վերջերս էլի կազմակերպություններից միջազգային Transparency International-ի հայտարարությունը մենք լսեցինք, դարձյալ ահազանգ է հնչեցնում, որ կոպտորեն միջամտում է այս իշխանությունը մեր եկեղեցու խնդիրներին։ Հիմա միջազգային հարթության մեջ մենք որևէ հույս կարող ենք ունենալ,
Այն դեպքում իհարկե քաղաքական առումով Փաշինյանը այսպես կարծես վերցվել է հենց այդ միջազգային կառույցների հովանու ներքո, նրանք աչքերը փակում են, նրանք խուլ են, նրանք գույր են, ոչինչ չեն տեսնում, շատ պարզ պատճառով հասկանում ենք, Փաշինյանը քաղաքականապես ձեռք է տալիս այս ուժերին իրենց սարսափելի ծրագիրը, որի արդյունքում գուցե եւ վաղը մենք չունենանք պետություն, հայերս զրկվենք պետությունից, բայց մենք քանի դեռ այս պահին ունենք, քանի դեռ մենք Հայաստան երկրի տերերն ենք, մենք ինչպես կարող ենք պայքարել միջազգային այս հայտարարությունները, ծանրակշիռ անձանց, հարգված մարդկանց կազմակերպությունների խոսքը նաև օգտագործելու համար մենք ինչ ենք անում ընդհանրապես, անում ենք թե չենք անում կոնկրետ քայլեր մեր ինքնությունը, մեր պետությունը պահպանելու համար։ Ցավոք սրտի մարդու իրավունքները կամ միջազգային իրավունքը այն հայեցակարգը, որը ստեղծվել էր գերտերությունների կողմից երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մեր օրերում էլ գոյություն չունի։ Ֆիկցիա այդ բոլորը եւ միջազգային իրավունքի դրսեւորումները եւ մարդու իրավունքների դրսեւորումները բոլորը գործում են երկակի ստանդարտներով, իրենց նեղ ազգային, իրենց պետական, գուցե տնտեսական շահերից ելնելով։ Եվ այս առումով պետք չի ակնկալել, որ որևէ պետություն կամ պետության ղեկավար սրտացավ կարող է լինի հեռավոր ինչ-որ երկրի բնակչության հանդեպ եւ իրականում եթե նայենք էլ հիմա մենք մեր մաշկի վրա զգալով այդ բոլոր խնդիրները սրտնեղում ենք, որ անտարբերություն է, բայց մենք կարող ենք մեզ հարց տալ օրինակ ինչ կարծիք ունենք մենք կամ տեղյակ ենք կարծիք, որ Աֆրիկայում ինչ-որ պետությունում ցեղասպանություն է կամ մարդիկ են կոտորվում։ Հետևաբար շատ մեծ ակնկալիք ունենալ միջազգային հանրությունից հնարավոր չէ, իհարկե դա չի նշանակում, որ չպետք է այդ կոմունիկացիան ունենալ եւ անընդհատ բարձրաձայնել եւ այս պահին կատարվողին ուշադրություն դարձնել, որպեսզի մարդիկ գոնե դեմքը պահելու համար ինչ-որ նվազ չափի միջամտություն անեն եւ ապագային միտված, որ ապագայում էլ եթե հանկարծ ինչ-որ առարկությամբ հանդես գան, հիշեցնել իրենց пассив վարքագիծը այն օրերին, երբ որ իրենցից ակնկալվում էր ակտիվություն եւ այն էլ է շատ կարեւոր, ինչպես արդեն ասացի, իրավաբանների վրա չպետք է շատ հույս դնել, մենք չպետք է իրադարձությունների մեկնաբաններ լինենք, ասենք, այս ինչ բանը տեղ ունեցավ, սա հանցագործություններ, գնանք հաղորդում տանք, մենք չպետք է գնանք իրադարձությունների հետևից դրանք փնովելու կամ գնահատական տալու կամ դրանցից դժգոհելու, երբ որ գնում ես իրադարձությունների հետևից միշտ պարտվելու ես, հետևաբար ճիշտ ճանապարհը գնալ իրադարձությունների առջևից, ինքնուրույն ստեղծել իրադարձություններ, կանխելու համար, համախմբվել, կանխել գործողությունները, սեփական օրակարգը թելադրել, գտնել գաղափարակից մարդկանց, աշխատել միասին, գտնել իշխանության թույլ կետերը, քարոզչական, տնտեսական, չգիտեմ, մարդկային, բարոյական։ Դա պետք է անեն քաղաքական ուժերը, հիմնականում, կուսակցությունների գործառույթն է, ազգային ուժերի գործառույթն է։ Իրականում չէ։ Կամ ազգային շարժումների։ Շարժումներ կամ առանձին խմբեր միշտ չի որ նույն անում են կուսակցությունների հետ։ Եվ այստեղ էլ խնդիր կա, դնել պահանջ, որ դուք հայտարարել եք ձեզ կուսակցություն, դուք այս հարցը պետք է լուծեք, ես պետք է տանը նստեմ, սպասեմ, երբեք դուք այդ հարցը լուծելու, այդ հարցը չի լուծվելու։ Որտեւ այդ կոմունիկացիան էլ հակառակ կողմից էլի սխալ է աշխատում։ Մենք ձեզ կանչեցինք փողոց, ոչ ոք փողոց չեկավ։ Հետո յուրաքանչյուր անձ ում դուր չի գալիս այս իրավիճակը ինքը իր չափով պետք է մասնակցություն ունենա ինչ որ գործընթաց։ Իր չափով եւ իր տեղում։ Դա կլինի, հա, եւ երբ նաեւ ասում են իր ձևով, դրա համար հետապնդումներ են հարուցվում, բայց հա իրականում յուրաքանչյուր մարդ եթե դժգոհ է իրավիճակից, մարդը կարող է իրան դա կոմֆորտ է, հարմար է, շարունակում է տենց ապրել։ Եթե դժգոհ ես կամ պետք է լռես կամ դժգոհությունը արտահայտելուց բացի պետք է գործողություն կատարես։ Կարծում եմ մեր ձևով պիտի շարունակենք պայքարել ի նպաստ մեր երկրի։ Սկսած, ասում եմ, Լիդիա Մանտաշյանի օրինակը հետևենք, ընդամենը 2 մարդ դատախազության դեմ 3 օր ակցիա են անցկացրել։ Հուսանք, որ այդ ինքնակազմակերպումը տեղի կունենա ի վերջո մեր հասարակության ներսում ի նպաստ մեր պետականության պահպանման։ Շնորհակալ եմ, պարոն Խուդոյան, հետաքրքիր վերլուծության համար։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր մենք հիտաղավարում ես հյուրընկալել էի փաստաբան Հովհաննես Խուդոյանին։ Լավ եղեք, կհանդիպենք։